Հաճախ լինում են իրավիճակներ, երբ մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի։ Ինչու է սա տեղի ունենում եւ ում է սա հարմար։ Միանշանակ ոչ աշխատողին։ Քանի որ հարաբերությունների դադարեցման պարագայում անհնար է ապացուցել աշխատանքային փաստը։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ դուք աշխատում եք առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, կամ որոնք են տարբերությունները աշխատանքային պայմանագրի եւ այսպես կոչված քաղիրավական պայմանագրերի։ Եվ այսպես, ամեն ինչի մասին հերթականությամբ։ Ինչ է տեղի ունենում, երբ դուք աշխատում եք առանց աշխատանքային պայմանագիր կնքելու։ Հաճախ վստահորդները մոտենում են ինձ եւ ասում են. «Գիտեք, ես չգիտեմ, ես ունեմ պայմանագիր, թե չունեմ»։ Եվ երբ հարցնում եմ, իսկ ինչպես եք աշխատել, ինչպես են ձեզ աշխատավարձ վճարել, ասում է, դե գնում էի ամեն ամիս հաշվապահի մոտ, մի թղթի վրա ստորագրում էի, կանխիկ տալիս էին գումարս, գնում էի։ Ինչ իմանամ, ես գրանցված աշխատող եմ, թե ոչ։ Սա շատ հաճախ հանդիպող իրավիճակ էր։ Սակայն օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել եւ 2026 թվականից սկսած, բոլոր աշխատանքային պայմանագրերը արդեն իսկ կնքվելու են թվային եղանակով, լուծում են այս խնդիրը։ Բացատրեմ ինչպես։ Դուք ունենալով ձեր թվային ստորագրությունը, ես եմ հարթակի միջոցով մուտք գործելով համակարգ, կարող եք տեսնել ձեր հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Հիմա կան աշխատանքային պայմանագրեր, որոնք մինչև 2026 թիվն են կնքվել։ Ինչ է տեղի ունեցել դրանց հետ։ Օրենսդիրը մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջ ժամկետ է տվել բոլոր գործատուներին, որպեսզի մինչ այս պահը բոլոր կնքված թղթային պայմանագրերը մուտքագրեն այս համակարգ։ Իսկ նոր պայմանագրերն արդեն իսկ կնքվում են էլեկտրոնային եղանակով։ Հետևաբար, մուտք գործելով ես եմ համակարգի միջոցով դուք կարող եք տեսնել, ինչպիսի պայմանագրեր ունեք, ինչ ժամկետով, ինչ պայմաններով եւ նաեւ այստեղ են երևում աշխատանքային հարաբերությունների դադարեցման հրամանները, պայմանների փոփոխությունները, ձեր կուտակված արձակուրդը եւ այլն։ Հետևաբար, կալուծում մնում է լինել հետևողական եւ պահանջել, որպեսզի ձեր հետ կնքվի աշխատանքային պայմանագիրը։ Հիմա փորձենք հասկանալ, որոնք են աշխատանքային պայմանագրի եւ քաղիրավական պայմանագրի տարբերությունները։ Հաճախ մեզ առաջարկում են, ինչ տարբերություն, եկեք քաղիրավական կնքենք։ Հասկանանք, որտեղ է, այսպես ասած, շահը եւ որտեղ ենք կորցնում մենք որպես աշխատողներ։ Այսպես, եթե համառոտ ներկայացնենք երկու պայմանագրերի տարբերությունը կլինի հետևյալ ձևակերպմամբ։ Քաղիրավական պայմանագիրը նպատակ ունի աշխատանքների կատարմամբ կենտրոնացմամբ կնքել։ Իսկ աշխատանքային պայմանագիրը այն ժամկետի մեջ աշխատանքները պարբերաբար իրականացնելու մասին է։ Հիմա ավելի մանրամասն դիտարկենք այս երկու պայմանագրերի տարբերությունները։ Առաջինը, աշխատանքային պայմանագիրը հստակ տալիս է կառուցվածք։ Ով է ձեր վերադասը, ինչպիսի հաստիքում եք դուք ընդունվել աշխատանքի, ինչպիսի պայմաններով եւ ինչպիսի աշխատավայրում։ Այնինչ քաղիրավական պայմանագրի պարագայում ձեր գործատուն, այսպես կոչված, չի կարող միջամտել ձեր աշխատանքի կատարմանը, այլ կարող է պարզապես միջանկյալ հանձնման ընդունման ակտերի միջոցով ստանալ ընթացքում ստացված աշխատանքային արդյունքները, եւ դուք ինքներդ եք կարգավորում ձեր աշխատանքային պայմանները։ Գրաֆիկի հետ կապված։ Աշխատանքային պայմանագիրը հստակ ունի ժամեր, երբ, քանի ժամ եւ որքան է տևում աշխատաժամանակը եւ որ հատվածներում։ Այնինչ քաղիրավական պայմանագրում դուք եք կարգավորում, երբ սկսել աշխատանքը եւ ավարտել այն։ Միակ տարբերությունը այն է, որ քաղիրավական պայմանագրում կա վերջնաժամկետ աշխատանքները հանձնելու համար։ Վարձատրության առումով քաղիրավական եւ աշխատանքային պայմանագրերի էական տարբերությունը կայանում է նրանում, որ աշխատանքային պայմանագրում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից պակաս աշխատանքի համար վարձատրություն չի կարող սահմանվել։ Այնինչ քաղիրավական պայմանագրում ազատ եք դուք ինքներդ որոշել, ինչպիսի գումար է վճարվելու աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ, աշխատանքային պայմանագիրը նախատեսում է, որպեսզի վճարումները կատարվեն յուրաքանչյուր ամիս, այնինչ քաղիրավականը նախատեսում է կանխավճար եւ կատարված աշխատանքի համար վարձատրություն։ Այնպես որ, նաեւ նպատակից ելնելով դուք ինքներդ եք որոշում, որ տեսակի պայմանագրի ընտրությունն է առավել հարմար ձեզ համար։
Սակայն ամենակարևոր տարբերությունը, որը էական է յուրաքանչյուր անձի համար, դրանք սոցիալական երաշխիքներն են։ Աշխատանքային պայմանագրով է միայն, որ ապահովում են աշխատողի սոցիալական երաշխիքները, ինչպիսիք են դրանք՝ արձակուրդ, նպաստների ստացում, անաշխատունակության վճարներ և շատ կարևոր հանգամանք։ Մենք հաճախ օգտվում ենք եկամտահարկի վերադարձի համակարգից։ Եթե ձեզ հետ կնքված է քաղաքիրավական պայմանագիր, ապա դուք չեք կարող լինել եկամտահարկի վերադարձի գործընթացի շահառու։ Աշխատանքային պայմանագրերը հիմնականում կնքվում են անժամկետ։ Օրենսդիրը մի քանի իրավիճակներ է նախատեսում, երբ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամկետով։ Այնինչ քաղաքիրավական պայմանագիրը որպես կանոն ունենում է աշխատանքների ավարտի համար սահմանված վերջնաժամկետ, եւ սա էական տարբերություններից մեկն է։ Եվս մեկ կարևոր հանգամանք. աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ կարող են լուծվել օրենքով սահմանված կարգով մի քանի իրավիճակներում։ Բնականաբար սրա մասին մենք մանրամասն կխոսենք մեր հաջորդ թողարկումներից մեկում։ Այնինչ, քաղաքիրավական պայմանագրերը կարող են լուծվել կողմերի համաձայնությամբ ցանկացած փուլում։ Եվ այսպես, օրենսդիրը քաջատեղյակ լինելով, որ հաճախ աշխատանքային պայմանագրերի փոխարեն կնքվում են քաղաքիրավական պայմանագրեր եւ աշխատողներին այս հնարավոր ռիսկերից պաշտպանելու նպատակով սահմանել է կարգավորում, համաձայն որի դատական կարգով, եթե ապացուցվի, որ քաղաքիրավական պայմանագրի կնքման պարագայում հարաբերությունները միևնույնն է եղել են աշխատանքային, ապա դրանց վրա կտարածվի աշխատանքային օրենսդրության բոլոր կարգավորումները։ Փորձեմ բացատրել ավելի կենցաղային լեզվով։ Օրինակ, ձեզ հետ կնքված է քաղաքիրավական պայմանագիր, սակայն ձեզնից պահանջում են, որ դուք ամեն առավոտյան ժամը 9-ին ներկայանաք աշխատավայր, աշխատեք մինչև ժամը 6-ը, ստանաք հավելավճար ձեր կատարած աշխատանքի համար, ձեզ ուղարկում են արձակուրդ եւ այլն։ Հետևաբար, եթե հետագայում դատական կարգով դուք վիճարկեք այս պայմանագիրը, ամենայն հավանականությամբ դատարանը կարձանագրի, որ ձեր հետ կնքվել է ոչ թե քաղաքիրավական, այլ աշխատանքային պայմանագիր։ Հետևաբար, վերջինիս բխող բոլոր հետևանքները պետք է կիրառվեն աշխատանքային օրենսդրությամբ։ Եվ այսպես, նաև փորձենք հասկանալ ինչու մեզ հետ հաճախ կնքում են քաղաքիրավական պայմանագրեր աշխատանքայինի փոխարեն։ Լինում են իրավիճակներ, երբ գործատուն այս կամ այն հանգամանքից ելնելով նպատակ ունի իր աշխատողների թիվը սահմանափակել X թվով, եւ այս իրավիճակում չի ցանկանում ունենալ ավել աշխատողներ, կամ ձեռնպահ լինելու համար արձակման վճարներից կամ արձակուրդային վճարներից աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում, այս ամենը նախատեսելով երբեմն գործատուները ձեռնպահ են լինում եւ գերադասում են քաղաքիրավական պայմանագրերի կնքումը։ Սակայն կարևոր է այստեղ ամփոփել, որ եթե ծառայությունները մատուցվում են պարբերաբար, աշխատանքի համար վճարվում եք յուրաքանչյուր ամիս եւ ձեզ համար կարևոր է ստանալ սոցիալական երաշխիքները, այն է արձակուրդ, նպաստեր, անաշխատունակության նպաստ եւ այլն, ապա ձեզ համար կարևոր է կնքել աշխատանքային պայմանագիր։ Այսպիսով, կյանքի բոլոր իրավիճակներում անհրաժեշտ է լինել տեղեկացված։ Իրավական գիտելիքները կօգնեն մեզ պաշտպանել մեր իրավունքները, եւ հետեւաբար թվում է, թե ընդամենը պայմանագրի անվանման տարբերություն է աշխատանքային, թե ծառայությունների մատուցման պայմանագիր։ Սակայն, եթե իմանաք ձեր իրավունքները եւ օրենսդրական կարգավորումները, ապա հստակ կտեսնեք դրանց էական տարբերությունները։ Այսպիսով, ձեր իրավունքների իմացությունը, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին տեղյակ լինելը կօգնի ձեզ, որպեսզի դուք հասկանաք, արդյոք որ տեսակի պայմանագիրն եք ուզում կնքել։ Իրականում թվում է, թե ընդամենը վերնագրերի տարբերություն է՝ աշխատանքային պայմանագիր, թե քաղաքիրավական պայմանագիր։ Սակայն, ինչպես տեսաք, դրանց ներքո թաքնված են կարևոր սոցիալական երաշխիքներ։ Եղեք իրազեկված եւ անհրաժեշտության դեպքում մի վարանեք մասնագետներին, իրավաբաններին եւ փաստաբաններին դիմել անհրաժեշտ խորհրդատվության համար։ Շնորհակալ եմ։